Հայ ժողովրդին պատերազմով է սպառնում մի մարդ, որն իր կառավարման տարիներին 3 պատերազմ է բերել հայ ժողովրդի գլխին։ Աշտարակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Մարդ, ով երկրի գլխին 3 պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառը օգտագործել։ Այդ մարդը չի հասկանում ինչ է խաղաղություն, ոչ չի հասկանում։ Իր համար խաղաղությունը դա Իլհամ Ալիևի բարի վերաբերմունքն է իր նկատմամբ։ Բայց դա իր համար համապարփակ, այսպես ասենք, խաղաղությունն է։ Հայաստանի Հանրապետության համար լրիվ ուրիշ է պետք։ Երաշխավորված արժանապատիվ խաղաղություն եւ մենք դա ի վիճակի ենք ապահովել։ Քոչարյանը նկատում է Փաշինյանը պատերազմի սպառնալիքը կապում է նաև իր անվան հետ։ Մի մարդու, որի կառավարման 10 տարիներին չի եղել գեթ 1 էսկալացիա։ Ինքը դա ասում է մեկ մարդու անուն տալով, որի նախագահության ժամանակ չի եղել նույնիսկ քիչ թե շատ, sense նույնիսկ միջին չափի սահմանային, այսպես ասած, միջադեպ չի եղել։ Ընդհանրապես չի եղել։ Եթե հիշում եք, նաև այն ժամանակ Ադրբեջանից պաշտոնյաներ էին գալիս Հայաստան տարբեր պատվիրակությունների կազմում, եւ մենք շոու չէինք սարքում։ Հիմա այդ հավի պատմությունը ես պատմեցի։ Գործող իշխանությանը երկրորդ նախագահը կչկչան հավի հետ է համեմատում, որ օրական մի ձու է ածում, բայց այնպիսի աղմուկ բարձրացնում, կարծես ոսկե ձու է ածել։ Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը ուղղակի թույլ չի տալու, որ իրեն խաբել 100-րդ անգամ։ Քոչարյանը համոզված է միայն ստի վրա է հիմնված Փաշինյանի այս տարվա գլխավոր թեզը՝ ընտրեք ՔՊ-ին, որպեսզի պատերազմ չլինի։ Ամենաողբերգականն այն է, որ սեփական ժողովրդին վարչապետը Ալիևով է վախեցնում։ Սեփական ժողովրդի գլխին Ալիև տղա են բերում, ասենց որի բոբոսարկելով, որ հեսա կարձակվեն, եւս քվեններ փորձեն դրանից։ Բայց մենք սա կանխատեսում էինք, եթե հիշում եք մեր նաև հրապարակային ելույթներում, որ 1 տարի առաջ, 8 ամիս առաջ, նույնիսկ ավելի ասենց հետ, եթե գնանք, միշտ ասում էինք, որ սա միակ թեզն է, որից այս իշխանությունը փորձելու ակարճել եւ ինչ որ ձև վախի մտնոլորտ սերմանելով, պատերազմից վախի մտնոլորտ ստեղծելով, փորձել եւս ինչ որ կանակի ձայներ ստանալ։ Որ իշխանության զենքը վախի մթնոլորտ տարածելն է, համոզվել են նաև Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման գնացած աշտարակցիները։ Վստահեցնում են, չեն տրվելու իշխանական սպառնալիքներին, ճակատագրական օրեր են, սխալվելու իրավունք չկա։ Օրական բանվորը նույնիսկ վախենում է, որ կորցնի իր աշխատանքը, եթե ՔՊ-ին ձայն չտա, նույնիսկ պահակը։ Տարիներ առաջ 21 թվականի ընդրությանը մեր գյուղում մի լրդում էր ընդրություններից առաջ Facebook-ով ելույթ է ունեցել եւ հայտարարել է, ով ՔՊ-ին չընդրի, իր կնոջը ֆորտուշկից կտանենք։ Պարոն նախագահ, ամսու 16-ին լսելով ձեր խոսքը, մինչև չհեռացնեք չեք հանգստանա, այդ մոտիվի վրա լիցք տվեք մեր քաղաքացիներին հայ մարդուն, որ չվախենա այս սրիգաներից։ Շնորհակալ Մնաց 2 ամիս։ Եթե ուզում եք այդ վախի մթնոլորտից ազատվել, 2 ամիս կարելի է դիմանալ։ Ես 8 ամիսա դիմանում եմ։ 8 տարի է։ Իսկապես մնաց 2 ամիս։ Մոբիլիզացվել, թքել ամեն ինչի վրա եւ գնալ եւ քվեարկել այնպես, որ ԿՊ-ն ընդհանրապես, լավ, շատ չասեմ, բայց այնքան ձայն չպետք է հավաքի, որ որևէ դերակատարություն այս երկրում պետք է ունենա։ Չպետք է։ Հանցավոր ռեժիմ է, արել այնպիսի բաներ, ոչ մի ազգ չի կարող ներել նման հանցանքների համար։ Ոչ մի ազգ։ Քաղաքացիական պայմանագիրը չպետք է վերարտադրվի, եթե հայ ժողովուրդը ուզում է պահպանել իր ինքնությունը։
Եթե ուզում է գլուխը չկախել աշխարհի առաջ, եթե ուզում է ունենալ լեզու եւ եկեղեցի, եթե ուզում է օրերից մի օր նորից Արցախ վերադառնալ։ Պարոն նախագահ, ասեցի, որ մեզ համար դուք միշտ նախագահ եք։ Ուզում եմ իրոք, որ վերադառնանք Արցախ եւ հարցս հետեւյալն է ձեզ։ Դուք ինչպես եք պատկերացնում մեր վերադարձը Արցախ։ Խոսքը պետք է գնա անվտանգ վերադարձի մասին։ Սա ուղղակի այդ տրամաբանությունը ընդհանրապես եւ այդ տրամաբանության շրջանակներում այո հնարավոր է այդ հարցը լուծել։ Ժամանակ է պահանջելու, այո ժամանակ է պահանջելու։ Դժվար է լինելու, շատ դժվար է լինելու։ Ես չեմ ուզում ավելորդ sense լավատեսություն հաղորդել ձեզ, բայց իմ կյանքում այնպիսի դրվագներ է եղել, որ թվում էր, թե հարցը ընդհանրապես լուծում չունի, հետևական աշխատանքով այդ հարցը լուծում ստանում է։ Բոլոր հարցերը կստանան լուծումներ, վստահեցնում է Ռոբերտ Քոչարյանը։ Նրան հավատում են աշտարակցիները, հիշեցնում, թե 1997-ին ինչ պայմաններում են ապրել, ում շնորհիվ ոտքի կանգնել։ Դուք էիք, որ բացեցիք առաջի այն մեծ կամուրջը, որը միացնում էր դեպի Արցախը լեննական կողմ ճանապարհի մասին խոսքը այսքան կամուրջը։ Ձեր օրոք եք տեղի ունեցել առաջի քաղաքականներին տրվող անվճար բնակարանները, որոնք 48 Նարեկ Թաղամասի սեփական ալտերեր դարձան քաղաքականներ։ Դրա հարակից կարիք դուք։ Ես գիտեմ, որ ձեր տեսակը չի սիրում երբեք ասել այն արածը, որովհետև դուք չեք ուզում իջնել, հասնել այդ մակարդակին։ Բայց այս երկրում, ինչպես դուք եք ասում, լուն դավա է սա։ Երևանում ընդամենը 3 ուսավորված փողոց կար։ 3։ Եվ այն ժամանակ բենզինը վաճառում էին կանիստերներով եւ Երևանում ընդամենը 3 թե 4 բենզարիսկավորման կայան կար։ Այդ է։ 2 տարի հետո պատկերը լրիվ ուրիշ է։ Լրիվ։ Եվ գնաց այլ կարգի զարգացում։ Հիմա կամք։ Սա կամքի հարցը։ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն նկատում է, արդեն ձևավորվել է նպաստավոր քաղաքական դաշտ, ակնհայտ է, որ իշխանությունը աջակցող կուսակցություններ չունի եւ ուրեմն հաջողություն լինելու է։ Իշխանությունը սատելիտ կուսակցություններ չունի, որոնք ինչ որ ձևով նույնիսկ տեսական հնարավորություն ունեն հաղթահարել այդ 4%-անոց նախընտրական շերտ։ Ուրեմն արդեն ձևավորում են մի դաշտ եւ լինելու են խոշոր անդիմադիր միավորներ եւ մեկ իշխանական միավոր։ Եվ եթե այդ անդիմադիր դաշտը համակարգված աշխատի, եթե իրար դեմ չաշխատեն, այլ բոլորը թիրախավորեն նրանք, ովքեր արհալիք են բերել Հայաստանի Հանրապետության գլխին, ապա վստահությունը իմ մոտ շատ մեծ է, որ հաջողություն անպայման ունենալու է։ Նախագահը ցած բերնի, ոչ թե չկա։ Բոլորիս նկարի։ Լիլիթ Խալաթյան, Հենրիկ Համազասպյան, Անի Ղանդիլյան, Այլուր։